Երևի 4 տարեկան էր, 5 տարեկան էր, եկել էր այստեղ մեր տուն, գնդապետի տելը հագցրել եմ սենց, այն ֆուրաշկեն տրել եմ գլուխը, չգիտեմ էլի, ասում ես երեխեն, սենց այդ նկարը որ նայեմ ինքս ոգևորվում էլի, ասում ես երեխեն պետք է գեներալ ալի, ինչ ասեմ, չեմ կարում էլի, Քանի տարեկան է, որ առաջի անգամ համազգեստ հագավ։ Այդ ժամանակ երևի 4 կամ 5 տարեկան էր էլի, հետո մի հետաքրքիր բան էլ երևույթ էլ տեղի ունեցավ, այս մեր բնակարանում, թե որ աշխուժ երեխա էր, շփվող երեխա էր, այն պատշգամբում մի քիչ տնտեսական ապրանքներ կար լցված, մի քիչ խառը վիճակ էր այս կողմ, թե ոնց անում անզգուշ կրագետ լուցկի է տանում, ինչ անում, ընդեղ բան առաջանում, հրդեհ առաջանում, դուրս է գալի, դուրը ծածկում է, գալիս է, ասում ընդեղ չգնաք, ընդեղ վտանգավոր է, ոնց է վտանգավոր, Ռուբեն ջան, ինչ է եղել, ընդեղ կրակ կա, տեսնում են, որ բռնկված է, էլի արդեն բաներ կա, որ վարվում է, հանգցնում են, ես են անում, և այդ կրագից, որ ջուր են լցնում, բան են անում, ընդեղ կոնյակի շշեր կար մեծ տարաների մեջ, կոտրվում է, ամբողջովին այդ հոդը մի երևի 10 օր տանից չեր անցնում, անգամ հարևանի տանն էր այդ բանը զգացվում, խմիչքի հոդը, և ասում է, Ռուբենս բոլորիս ուրասիրում է, հեսա մի շաբաթ է 10 օր է, չեն կարողանում կտրվենք այդ խմիչքից, էլի, չգիտեմ էլի, այն ժամանակ էլի բանով հիշում, լավ էի տանում էլի, ասում է, փառք, որ սենց ապրձ է, որ սենց ավարդ ունեցավ էլի, թեկուս էսա, այնա, դրա հերն էլ անիծած, երեխում, որ ոչ մի բան չի եղել, հետո այդ իրա բանի ժամանակ, այդ փոքր ժամանակ էլի, որ գալիս էր ստեղ մեր տուն, ասենք լինում էր, որ մի 5 օր, մի 7 օր կամ մի քանի օր մնում էր, չէ, այս շրջապատի բոլոր ապրողները պարդատի ճանաչում էին, բոլորի հետ շփվում էր, մտնում էր խանութ առևտուր անելու, երբեք չեր ասում, չգիտեմ, էսա, այնա, ինքն ընտրում էր ամեն ինչ, մտովի հաշվարկում էր, ինչ արժի, ապրանքի պիտանելության բանն էր նայեմ, ժամկետը, երգիրն էր նայեմ, արտադրողպետությունն էր նայեմ, հետո շատ ապրանքներ չեր վերցնում, ասում էր դրա կոդով Պարսկաստանի է, կամ որ ստեղի է, անդեղի է, ներմուծված է, ժամանակը խախտված է, ստեղ բարեկամ ունեինք աշխատող խանութին բան էր անում, էլի, նենց համ ուրախանում էր, համ էլ նեղվում էր, ասում էր ես նախկինում, առևտրի բնագավառի աշխատող եմ, ոնց ուզում է հաշվեմ գնումները, ասում է անկախ ինձանից կլորացնում եմ գումարները, ինձ ասում էր Գրիգորյան ջան, թորդ այդ հաշվիչից ուժեղ հաշվում է և ինձ ասում է քաջո պապիկ լնորից հաշվեդի, ոնց որ ճիշտ չես հաշվե, ասում է հաշվում եմ 1, 2, 3, ասում է որ աս երեխեն սենց անեմ, մի օր էլ պագաս հաշվեմ, էլի տենամ իրոք ինքը հաշվարկում է, թե այսպես ասած տնից են հաշվարկը տալի կալիս է, ասում է պագաս հաշվեցի մեկս ես նայեց դեմքից, չէ քաջո պապիկ նորից հաշվի, ասում է ուրախած է եկա երեխուն գրգեցի ասի 50 դրամ կամ 100 դրամ պագաս եմ հաշվե, Ռուբեն ջան, տուր գնա էլի, ասում ասես չէ, նորից հաշվի, գումարը կդամ, չէ, չեմ տա, ասում հաշվեցի, հստակ ասեցի, գումարը տվեց, ասում դրանից հետո որ գալիս էր, ասում Ռուբեն ջան, դու իմ հետ գործ չունես, ինչ ուզում ես գնա վերցրա, փողն էլ մեգա դու գիտես ինչա, դրամը հաշվի իրնդեղ գնա, ինձ ասում էր, երբ է գնալու, ինգեր ասում է, այդ իմ առևտրը ահագին բանան եմ, տուժում է, վերջը շատ հիշելու բաներ կա էլի, այդ նույն երևի տարիքիներ կամ դպրոց չէր գնում, գավառում էի աշխատում, ընդեղ էլ մնում էի, եկավ երևի մի 5 օր մնաց մեր հետ, առանց ծնողների ինքնուրույն,
Նույն պատմությունը նաև Գավառում։ 5 օր մնաց, բայց 6 ամիս երեխու մասին խոսում էին։ Ստեղ մտնում էր, ընդեղ դուրս էր գալի, նրա հետ շփվում էր, նրան բարև էր տալի, նրան, չգիտեմ, շփվող երեխա էր։ Շատ մեծ բան ուներ, շփում ուներ բոլորի հետ։ Եվ իր մի անգամ տեսնողը անտարբեր երբեք չէր կարող ասնել իր կողքով։ Համ որպես երեխա էր սիրելի, համ խոսում էր բավականություններ ստանում, համ հասկացողություններ տեղը։ Ինչ ասեմ, իմ համար նա մի ուրիշ արժե համակարգ ունեցող ազնվորություն ա եղել։ Ձեր ծառայության մասին հետաքրքրվում էր, ոնց եք ծառայում, ինչ է տեղի ունենում։ Իհարկե հարցեր տալիս էր դեռ փոքր ժամանակ։ Պապի ոնց է այդ կողերին բռնան, պապի ոնց է այդ ձեր աշխատանքը, պապի ոնց զենքը դուր է պապի։ Հանում էի զենքը տալիս էի, զենքի հետ խաղում էր։ Համազգեստս ասում եմ, համազգեստս գնդապետի բանը այդ կիտելը որ հագցրեցի, իրանից բոյով էր կիտելս։ Բայց այնպես մի ոգևորված էր կանգնում, սենց էլ բաներ անում, պատիվ էր տալի, որ ասում է, երեխան պետք է գեներալ ալի։ Ցավը տանեմ, դու պետք է գեներալ ես, պոլկովնիկը քո համար քիչ է։ Գիտես, մի քիչ բան է, էլի, տարբեր ընկալումներ կա, էլի, երեխաների մոտ, չէ՞։ Ասենք որ երեխան դաստիարակում են, ումով են վախցնում, միլիցիայով, չգիտեմ, ես իմ զենքով, բանով, մանով, իսկ ինքը ոգևորված գալիս էր, փաթաթվում էր, համազգեստը սիրով էր ընդունում, էլի, սիրով ընդունում էր այդ համազգեստը։ Ուրեմն, որ սենց խոսեցինք, հիշեցի, էլի, նաև երևի Երևանում, իրանց բնակավայրում, բագում, իր տարիքից իր անգեր երեխաներին պատմելա, թե որ իմ պապիկը ոստիկանության միլիցիայի աշխատողը, էսա, էնա։ Անընդհատ աղջիկս ասում էր, որ գալիս ես Երևան, արի Ռուբենը քեզ հարցնելու է, բան ունի քո հետ խոսելու։ Ես էլ կապ ունեի, մշտական գնում եմ, գնացել ենք խորհրդակցությունից հետո գնացի երեխեքին տենալու, աղջիկս ասեց, որ կաս զանգահարես, էլի պապ, ասի լավ, դե ինչ մտածեմ, ասեց երեխեն քեզ ներքևն ա ուզում դիմավորի։ Զանգեցի, թե գալիս եմ, 10 րոպեից դեղ կլինեմ։ Ուրեմն գնացի Ռուբենիս, տենամ ներքևը սպասում եմ մուտքի մոտ, դիմավորեց, գրգախառնեցինք, համբուրվեցինք, պապի մի հատ ետանք ստեղ, պապի մի հատ գնանք ստեղ, պապի մի հատ գնանք ստեղ, ասում եմ ինչ կա, հարիկ ասեմ, մի 2-3 անգամ տարավ, ես շենքի այս ծայրից այն ծառը։ Աղջիկս էլ վերևից նայում, դե երեխու ասած համարորեն կա, ես ենթարկվում եմ։ Գնացինք դենց ման եկանք, այս կողմն էլ, այն կողմն էլ երևի մի 5 րոպե, 10 րոպե, էլի։ Բարձրացանք տուն, աղջիկը սկսեց ծիծաղել, ասում եմ, ինչ կա, ինչ է ծիծաղում, հայ բալա։ Ասում եմ, պապի, քեզ ինչ էր տանում, այս կողմ, այն կողմ, Ռուբենը, չարցրեցիր, ասի չէ, ինձ ասում էր, պապի մի հատ գնանք ստեղ, պապի մի հատ գնանք ստեղ, ես էլ գնում եմ։ Ասում եմ, ինքն ուզում էր քեզ ցույց տար բոլոր երեխաներին, որ դու համազգեստով ես ու իր պապիկն ես։ Ասում եմ, որ ասել է երեխեքին, հիմա ուզում էր քեզ ցույց տար։ Դրա համար էր տանում այս կողմը, այն կողմը, որ բոլոր երեխաները տեսնեին քեզ։ Դե շատ անսովոր է, էլի, իր այդ ուսումնական հաստատությունը, որտեղ որ ինքը ընդունվել է սովորելու, դա ռազմական կառույց է։ Եվ իր տարիքն էլ չէր համապատասխանում, որպեսզի ինքը զինվորագրվի, նոր գնա։ Այսինքն ինքը ընդունվեց քաղաքացիական հիմունքներով, բայց նաև հրամանագրվեց որպես զինվորականի։ Ուսումնական հաստատությունում սովորելը արդեն կնմա զինվորական բանով, կարգ ու կանոնով։ Երկար ենք խոսել իրար հետ,
ես փորձել եմ իրան հասկացնել, որ դժվարություններ կան, էս կա, Մոսկվա, ինքնուրույն, եւ քու տարիքը 16 տարեկան էր։ Ասում եմ քու տարիքն էլ են չի, էլի, դու պատրաստ ես այդ դժվարությունները տանելու։ Անենց բարի համտյուր ժպտում էր, ասում էր, պապի, ես էլ կմեծանամ էլի այդ ընթացքում, այդ բանի հետ էլի, ուսումնական process-ի հետ, խո միշտ չմնացի երեխա, ես էլ կմեծանամ էլի։ Ասենք որ ասում էր մի տարի, երկու տարի հետո տանեն բանակ, խո մաման ու պապան հետը չեն գալու։ Չէ, այն առողջ բանականություն ուներ։ Կարողանում էր եւ լսել, եւ խոսել, եւ բացատրել, եւ հիմնավորել։ Իսկ ձեր կարծիքով ինչ է ինքը որոշել զինվորական դառնալ։ Չգիտեմ էլի, ես իմ այդ խոսքի մեջ կարողա հավանական տարբերական տրեմ։ Աստված իր հետ էլի։ Երևի այն փոքրուց էլ մեջն եղել է էլի։ Զինվորական համազգեստով երկար տարիներ տեսել է հորողբորը։ Իր հոր եղբայրը զինվորական ծառայության մեջ է եղել։ Համազգեստ է կրել զինվորական։ Տեսել է ինձ։ Եվ երևի մեր ընդանուր շփման արդյունքում իր մոդել է կարծիք ձևավորել, որ ինքն է դառնալ զինվորական։ Չեմ կարող ասեմ։ Դա հավանական եմ ես համարում։ Բայց որ ինքը սիրում էր համազգեստը, զինվորական, չգիտեմ, կարգ ու կանոն է, դա ես համոզվեցի նաև իր աշխատանքային գործունեության ծառայության ընթացքում։ Շատ չոտքի, կարգ ու կանոնին ենթարկվող, պահանջող, շատ ակուրատնի հագնվող, ցիկ, ակուրատնի հագնվող, համազգեստը հարգող, ինքն իրան հարգող ազնվորություն էր։ Իր ծառայության ժամանակ ինչ որ դժվարություն առաջանար կամ խորհրդի կարիք լիներ, որ որպես ավելի փորձառու սպայի, ոչ թե որպես պապիկի դիմեր, այլ որպես սպայի, այտենց ինչ որ բաներ կհիշեք, որ կամ զգացել եք, որ ինքը հենց ձեր այդ փորձի խորհուրդն էր ուզում, էլի, ոչ թե հարազատի։ Ուրեմն գիտես, ընդանուր այդ բաների մեջ ես էի փորձում իրանից որևէ բան հասկանամ, էլի, իր ծառայության մասին, իր, չգիտեմ, ունեցած այդ ընդանուր շարժուձևի մասին։ Ինքը ոչ թե դժգոհում էր, բողոքում էր, այլ հաճիկով ասում էր, էլի, որ ամեն ինչ նորմալ է, պապիկ ջան։ Ծառայությունն է, աշխատում ենք, զբաղվում ենք։ Ճիշտ է, մի քիչ դժվարություններ կան, բայց հաղթահարելի է։ Դա մենակ անհատականի իմը չի, մեր բոլոր ծառայող ընկերներինն է։ Հետո շատ լավ պաթոսով էր խոսում իր այդ զինակիցներ ընկերների մասին։ Գովաբանում էր։ Ասում եմ լավ, դենց որ բոլորին գովաբանում ես Ռուբեն ջան, իսկ այն ծույլիկները չկան, գլուխպահողներ չկան, ուշացողներ, կարգապահական խախտում թույլ տվող անձիկ չկա։ Ասում եմ պապի, որտեղ ասես այդտեղ նման մարդիկ չլինեն։ Դա յոլա ենք տանում, ասում եմ, դաստիարակում ենք, բերում ենք մեր դնին։ Անենց ենք անում, որ ինքն ամաչի իր արարքից։ Ոչ թե մենք, չգիտեմ, ես իմ նեղվում ենք նրա կատարածից, ասում եմ, անենց ենք անում, որ ինքը նեղվի իր արածից։ Ես իմ իր ընկերներից էլ հետո, որ ծառայակից ընկերներից էլի, որ խոսում ենք, շփվում ենք, դե երեխեք են էլի խոսում են իրար հետ, մյուսի հետ, կամ որևէ մեկն ուզում է ինձ մի բան ասի։ Ճիշտ ասում էին մի բան, բայց ես շատ բան էի հասկանում, էլի, որ ինքը շատ կարգին ազնվորություն է եղել, շատ։ Ուրեմն իրանց այդ ընկերներից պատմում էին, ասում եմ, մինչև այդ խաղաղապահ զորքերով այլ պետությունների գնալը այս կողմենքում, այնտեղ տղերքից մեկը, որ մի 2 անգամ, 3 անգամ երևի ավելի շատ էր գնացել, քան իմ Ռուբենը, Անենց լավ էր պատմում Ռուբենես մասին, էլի։ Ինձ ասում էր, մինչև Ռուբենի մեր հետ գալը, մեզ այնտեղ նորմալ չէին էլ նայեմ, հատկապես Ամերիկայի բանը, զորախումբը։
ասում եմ մենք գեներալներին տեսնում էինք, ասենց այն զգաս կանգնում էինք, պատիվ էինք տալի, անցնում էին, նոր մենք շարժվում էինք։ Իսկ ասում եմ, Ռուբենը որ եկավ, ասում եմ դրանք մեր ազգի նկատմամբ էր ոնց որ իրանց բաները տեսակետներն սկսեցին վերանայել։ Ասում եմ արդեն կանչում էին Ռուբենին բարի մեր բանը սպորտ դահլիճ գեներալի բանով էլի, ասում եմ գեներալն այդ մեր պարաբելու բառեց էր երևի, ըմբիշեր։ Ասում եմ իմանալով որ Ռուբենն էլ պատրաստական է սպորտով զբաղվել է այս կողմենքում, ասում եմ մի օր քաշեց, սենց մենք կողքով անցնում ենք, ասում եմ Ռուբենը զինվորական կեցվածքով, էդի սպորտային համազգեստով, ասում եմ քաշեց, որ մտցնի, ասեց այն սենց ոնց կամ էլի։ Այդտան փոխվեմ սպորտային չէ, ասում եմ քաշեց մտամ ներ։ Հրեց գցեց այդ մատի վրան, ասում եմ սկսեցին իրար քաշքրնել էլի, որ պայքարի մեջ մտնեն, կադականում գեներալը, այսին Ռուբենսն նեղվում է, թե զինվորական հագուստով, զինվորական ծանր կոշիկներով, գոտիով, թող էտան փոխվեմ կա։ Վերջ ասում է կբան իրար գեներալի հետ։ Այս կողմեն կողմ ասում է, երևի մի 3 րոպե չտևեց, ասում է Ռուբենս մի հատ կարգին հնարք կատարեց և գեներալին տապալեց։ Ասում է դրանից հետո արդեն դառանք մենք դրանց ամենասիրելի ընկերները, գործընկերները, չգիտեմ, սպորտային ընկերները, ասում եմ շատ էին ընդունում, լավ էին ընդունում, ասում եմ ընդունում էին, քանի որ ի տարբերություն մյուսների, ասում եմ մենք այդ Ամերիկայի զինվորներին ասենց ոնց որ ներքևից վերև նայեինք, էլի, իսկ ասում եմ Ռուբենը հասակը տեղը, ոնց որ հավասարի կողքի կանգնում էր, թիկնեղ, սպորտային կազմվածքով և լավ մաքուր անգլերեն խոսակցությամբ։ Ասում եմ գեներալը գալիս էր, ձեռքը գցում էր Ռուբենի ուսին, սկսում էր խոսակցությունը, կադակները անել է ես կողմ, են կողմ։ Ասում եմ մի օր ընդանուր այդ բաների մոտ, իրանց այդ Ամերիկայի զինվորականներին, ասում եմ բացադրում էր, թե Ռուբենին ինչքան է սիրում, էլի, ասում եմ գովաբանեց, ասում եմ մեկ էլ ասեց, Ռուբենը մի թերություն ունի։ Ասում եմ սենց բոլորս ուշադիր բան ենք էլի, ինչ թերություն ունի։ Ասում եմ ափսոս, որ նա Մոսկվայում է սովորել, այդ մի թերությունն ունի, ուրիշ թերություն չունի։ Չեմ կարող ասել։ Դա էլ եմ հասկանում, դիվանագիտությունը, մրցակցությունը, պայքարը, ծանրը են կանով, որ ոչ համեմատելի է, ոչ կշռելի է, ոչ չապելի է, դաժան է, դժվար է, անհասկանալի է, էլի։ Բայց մնում է փաստ, փառք և Ռուբենիս, և փառք մյուս նահատակվածներին, որոնք իրանց կյանքը տվեցին մեր այսօրվա համար։ Տվեցին իրանց հայրենիքի համար, իրանց հարազատների համար, իրանց ազգի համար։ Եվ վերջո հայրենիքը պաշտպանողով դիրազավակը լինի, ոչ մի վարձու, ոչ մի խնամի, ոչ մի բարեկամ, ոչ մի ուզող կամ չուզող մարդ չի պահելու այդ ազգը, եթե մենք մեր երկիրը չպահենք, ոչ մեկը չի պահի, ավելի շուտ իրանք վարի կտան, կամ թե կպահեն, կործանեն բոլորիս, չգիտեմ էլի, դժվարանում եմ ասել, քանի որ ծանր օրեր ենք ապրում, ծանր։ Եվ այսօր ես չեմ կարողանում շատ բաներ հասկանալ։ Ինչ չափարուշներով ընդունվում մեր ազգային հերոսը։
քանի քայլ է հեռու այդ ազգային հերոսը դավաճան լինելուց։ Արդյոք մարդը ունագա այսօր դավաճանություն անի, վաղը հերոսություն։ Այդ ոնց է կազմակերպում։ Արդյոք մենք չգիտեմ այդ բանի մեջ ենք հասել, այդ դրության մեջ ենք հասել, որ կարանք մի օր մարդուն կովանք, երկրորդ օրը հայոյենք։ Այսինքն չեմ կարողանում հասկանամ, էլի։ Ես 36 տարի աշխատել եմ համակարգում։ Շատ մարդկանց հետ եմ շփվել, ուսադիրներ կրողների։ Բայց իրա մոտ առաջի պլանի վրա կարգապահությունն էր։ Կարգապահությունը, կատարողական կարգապահության բարձր որակ ուներ նա։ Ասենք նա չէր կարող առանց սափրվելու կամ չգիտեմ այն ոչ հարդարված համազգեստ կրելու, չգիտեմ փնտի բաներ չէր երբեք թույլ չէր տա։ Ու ընդանուր իր հակուկաբի մեջ, խոսակցության մեջ ոնց որ ինքն իր նկատմամբ սկողություն սահմաներ։ Ավելորդություն երբեք չէր անի։ Իր այդ հակուկաբի մեջ համազգեստը ինքը ցենց միլիմետր նայում էր շորերին, կոճակներին, հարթուկին, հարթուկվածա, հարդարվածա թե չէ, կոշիկներին, սանրվածքին, շատ ուշադիր էր։ Այն բացեդել, ասենք, չէր սիրում երբեք տված խոսքը կամ մոռանար, կամ անտեսեր, կամ չկատարեր, կատարողական էր շատ։ Եվ ես չեմ պատկերացնում, որ ասենք ինքնընդունակ լիներ կարգապահական խախտում թույլ տալու։ Բացառված էր դա։ Քանի որ կազմակերպված անձանց մոտ ամեն ինչն է կազմակերպված, էլի։ Ինքը կազմակերպված անձնավորություն էր։ Գործից ուշանալ չուներ երբեք։ Գործից փախնել կամ շուտ աշխատանքից դուրս գալ հնարավոր չէր։ Այլ ընդհակառակը եղել են դեպքեր, որ ասում եմ, այ բալա, բա դու դե շուտ գայիր կամ այսօրը գայիր, ասում եմ, պապի, դե մինչև այդ բոլորին տեղավորում եմ, կամ ճանապարհում եմ, կամ հարցերը լուծում եմ, կամ խոսում եմ, կամ ես եմ անում։ Դենց է ստացվում, էլի։ Ոչինչ ասում եմ։ Քո աշխատանքի մեջ ոնց է, պապիկ, դու էլ ես չէ իր գարմնում քո աշխատանքի տեղը աշխատան, բանում, ասում դե ստացվում է էլի բալաճ։ Ուրեմն երևի ես ինչքան ասենց մեծանում եմ կամ ժամանակը ինչքան մեզ հեռացնում է, իմ կապն ավելի սերտ է դառնում իմ թորանս հետ։ Ինձ թվում է, որ ես ամեն օր իր հետ խոսում եմ։ Հիշում եմ։ Չգիտեմ, խնդրում եմ Աստծուն, որ իմ բալին իր արքայության մեջ պահին, ինչպես նաև մյուս նահատակված իր այն ծառակի ծնկերներին, որոնք ամեն ինչ արեցին մեր հայրենիքը պաշտպանելու, մեզ պաշտպանելու համար։ Էլ եմ ասում, նա իմ համար կենտանի է։ Բաներ եմ հիշում այդ փոքր ժամանակներից կամ չգիտեմ ես իմ մեծ արդեն որտեղ այր այդ ժամանակվաներից մի երանելի բանի մեջ եմ ընկնում, էլի հիշողության մեջ եմ ընկնում ու փառք տալիս է դորերին։ Նորից վերադառնում դառը կյանք, նորից աշխատանք, նորից է։ Լուծում չկա։ Դժվար, շատ դժվար հարց է։ Ասում եմ, այդ կան, որ դժվար իմ համար է, էլի, ինչքան ծանր է իր ծնողների համար, իր տատու համար, իր այդ ապրող մարդկանց համար, իր աղբոր համար։ Բացատրելի չի։ Ով ինչ կարա ասի,
Ես չեմ կարող հասկանամ։ Ասենք, եթե մարդու Ադամը ցավում է, եթե մարդը չգոռաց, ձայն չանեց, չասեց, չպատմեց, ոչ կողքից նայեց, ոչ մեկն չի կարող հասկանալ այդ մարդու Ադամը ցավում է, թե չի ցավում։ Էդի մշտական, այդ ցավին նմանվող հոգի սեղմում։ Սենց փաթաթվել է, չի պոկվում։ Բայց ինչ անեմ։ Կյանքն է այդպեսին, մենակ ես չեմ։ Քանի հազարներն են այդպես։ Եվ ինչ սերունդ կորցրեցինք, եւ ինչ սերունդ կորցրեցինք, եւ ինչքան, եւ որքան։